Դուք ինչ ակնկալիք ունեք դատարանից։ Կարծում եմ, որ արդարացի որոշում կկայացվի, իսկ ինչ վերաբերում է փաստաբանների, պաշտպանների վերաբերմունքին, նույնիսկ իրենց հարցազրույցներում դրանք փաստերն են խեղաթյուրում, արդեն բարոյական բոլոր նորմերն անցնում են։ Փաստերը, ինչը դատարանը համարել է կամ դատարանում քննարկել ենք, լրիվ խեղաթյուրված փաստերով են խոսում, որը բարոյական լրիվ սահմաններն անցնում արդեն։ Կարծում ենք, որ դատարանը մեր պահանջը բավարարի, ավելի խիստ պատիժ կլինի, որովհետև 20-ից ավելի զոհեր ենք ունեցել մեկ անհայտ կորած։ Փաստորեն ձեզ չի գոհացրել այդ 5 տարի 5 ամիս դատապարտում։ Այո։ Իսկ ինչ վերաբերում է առողջական խնդիրներին, ինչպես ասած, գիտեք, մի տարի կես մենք անընդհատ շփվել ենք դատական նիստերին Գորիս գնալուց, իրեն ոչինչ չի խանգարել, նման բան չենք տեսել մենք, որ առողջական ինչ-որ խնդիրներ ունի։ Նամանավանդ Արցախից գալուց հետո արդեն ինքը Ջալալ Հարությունյանը բանակի վերահսկողության պետ էր աշխատում։ Այդ ինչ առողջական խնդիրներ էին, որ իրան թույլ էին տալիս բանակի վերահսկողության պետ աշխատել։ Ըստ վարչապետի ասում էր, դե այդ ինչ պաշտոն է, որ մի 30 հոգի է իր վերահսկողության տակ։ Prիտոմ այդ պաշտոնն է, որը ուղիղ ենթարկում է վարչապետին, կարելի ասել։ Նույնիսկ բանակի հրամանատարությանը չի ենթարկում, այսինքն վերահսկողություն է իրականացնում։ Իսկ սկզբնական ժամանակ, երբ որ գործից արդեն անել էին իր հաստաբանները, իր պաշտպանները, բան էին անում, որ ինքը անփոխարին էլի է բանակի համար, իր բաները պետք են, ոնց կլինի, բանակը մեր կքանդվի առանց իրա։ Այդ ինչ առողջական խնդիրներ բա ուներ ինքը։ Շատ լավ հիշողություն ունի, շատ նորմալ է։